Մուսանես առանց քեզի երկել չեմ կարող Առաքելություն Հայաստան բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի ցերեկային կենտրոնում ոսկե հարսանիք է։ Հին հայկական ավանդույթներով, քողով, լավաշով, գաթայով, հարսի ծաղկե փնջով, տարոսիկներով, հարսանեկան տորթով, երկուպարով ու շաբաշով է տոնվում Աշոտ եւ Ծաղիկ զույգի ամուսնության 50-ամյակը։ Ոսկե հարսանիքը տոնելու գաղափարը ծագել էր ամռանը, երբ նշում էին Աշոտ Ստեփանյանի ծննդյան օրը։ Բոլորով մտածում ենք ամբողջ աշխատակիցների հետ, թե ինչպես իրականացնենք, ինչպես գեղեցկացնենք այդ տոնը, որ այդ օրը որ ավելի տոնական դառնա։ Ճիշտն ասած, տարբեր գաղափարներ ունեինք։ Սկզբում ցանկանում էինք հին հայկական հարսանիքի տեսքով իրականացնել հարսանիքը։ Որոշեցինք, որ հարսանիքը առանց առաքելական եկեղեցու չէր կարող լինել եւ Տեր հայրը գեղեցիկ արողակարգ իրականացրեց, հետաքրքիր եւ ուրախանցավ տարեցների համար։ Գաղափարին միացան մի շարք կամավորներ ու բարեգործներ, որոնք տոնն ավելի գեղեցիկ դարձրին։ Այս զույգը այն առանձնահատուկ զույգերից է, որը օրինակ կարող է ծառայել բոլորի համար։ Միության օրվանից Ծաղիկ տատը ամուսնու աչքերն է։ Աշոտ Ստեփանյանը տեսողությունը կորցրել է 3 տարեկանից կարմրուկի սխալ պատվաստման հետևանքով։ Մինչև 13 տարեկանը ունեցել է մնացորդային տեսողություն եւ նույնիսկ կարողացել է օգնել, ուղեկցել իր բախտագիցներին։ Ընդհանրապես եկեղեցում ամուսնական զույգին տղամարդուն ասում են տերես, ասում են տեր եմ, հասնացուին ասում են հնազանդես։ Այս ուրեմն ամուսնական զույգի դեպքում, քանի որ Աշոտը տեսողական խնդիրներ ունի, միշտ Ծաղիկը ամբողջ այս 50 տարվա ընթացքում ձեռքը բաց չի թողել։ Որ կատակով եմ ասում էլի, որ Ծաղիկի դեպքում Ծաղիկին ենք ասում տերես, ասում հա, Աշոտին ասում ենք հնազանդես, ասում հա։ Այս զույգը մեծ ուրեմն օրինակ է բոլոր նրանց, ովքեր առաջին իսկ փոքր դժվարությունից, առաջին իսկ ուրեմն սոցիալական խնդրից հետո ամուսնալություն ունեն։ Աշոտն ու Ծաղիկը գեղասարում ամուսնացան ու տեղափոխվեցին Վանաձոր։ Այս միությունը ծնողների որոշմամբ էր կայացել, իսկ զույգերի միմյանց հանդեպ սիրո, հավատարմության, իրար հետ անցկացրած ուրախ ու հաղթահարած դժվար օրերն են դարձրել ավելի ամուր։ Մայրս էլ հաշկադրել էր, ասել էր, որ ավելի լավ է իրան մենք ընտրենք, քանի որ ինքը խելոք, համեստ, գործունյա ու ամենակարևորը մարդասեր աղջիկ ա եղել ու մինչև այսօր էլ մեր հարազատությունը, մեր ընտանիքը, մեր բոլոր գյուղից բռնած իրեն հարգում են որպես մեր օջախի հարս, որպես լավ անձնավորություն։ Ու չեմ կասկածում, որ կգոհատևենք, շարունակի մեր սերն որպես ընտանիք, որպես ամուսիններ։ Երես չեստը հետո տվեց, էլի համոզվա, հետո ասալ շատ լավ էր, որ ուզեց իրելի, մեր լավ գրագետ խելացի։ Մենք երեխա չունեինք, իր աղբերը, իր կնոջը համոզեց, ասավ ինքը լավ է, ոչ դուրս անենք երեխեն բեր դու իր աղբորս։ Ինքն համոզվավ, բերեց սավտաղ եղավ, աղջիկ եղավ, առաջինը ձեզ դիտամ, ինը բերեց զույգ աղջիկ ծնվավ։ Մեկը մեզ տվեց, մեկը իրան, հիմի այդ աղջիկը ստեղ է։ Մեզի շատ հարգում է, գնում հիմի իր աղջիկը ստեղ պար։ Ցերեկային կենտրոնի հոգատարությունից ու այսչափ ուշադրությունից շոյված է զույգը։ Գիտեն, այստեղ իրենց հարգում ու գնահատում են։ Դա մեզ համար մեծ ուրախություն էր, սա մեզ համար մեծ շնորհակալության արժանի բան էր։ Չգիտեմ էլի, շատ լավ բաներ չեմ կարողանում, կա էլի, որ բառեր չեմ գտնում արտահայտվելու։ Ստեղ մեզը շատ լավ հարգում են, սիրում են, որ չհարգեին, ըսկան բանը չէին անի։ Գոհես, դժգոհես, սիրում ես, չես սիրեմ։ Ինքը, սիրում եմ, գոհ եմ։ Ես 50 տարի իրանի շատ գոհ եմ։ Բարեմաղթանքս են, որ ոնց որ մենք մեզ բաղում ենք որպես սիրամուսիններ, բոլոր զույգերն են մինակ ցանկանում։ Կենտրոնում իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ։ Տարեցների միջազգային օր, ապրիլի 7, մարտի 8 ու ծննդյան տոներ։ Սակայն որպես հարսանիք սա առաջինն էր եւ հույս են հայտնում, որ վերջինը չի լինի։ Կարմիր այտերում
շանտուկերում Աշխեն Սքեսյան Հայկ Վարդանյան թղթաբանակ